Փակ Տիրոջ Աստծո ժողովուրդ նստեք եւ գոհանում ենք մենք մեր Տիրոջից, որովհետեւ մեր Տերը զորավոր է։ Եկեք իսկականից ինքը շատ զորավոր է, ինքը շատ ամենակարողն է, ինքը ողորմած է եւ իրան նմանը չկա։ Մենք շատ ենք ուրախանում խոսքերը, բառերը, երբ որ լսում ենք լավ բառեր, ասում ենք ինքը շատ լավն է, ինքը զորավոր է, օրհնված է, փառավոր է, երթնային Աստծո որդին է, դա շատ լավ է, որ մենք ասում ենք սենց։ Ասում ենք, բայց ապրում ենք սենց, то есть դա հասկանում եք մի քիչ ռիտորիկական հարց է։ Եվ այսօր ես իրապես ուզում եմ մի քիչ խոսեմ ոնց որ ասում է մեր առօրյա կյանքից, մեր առօրյա ոնց որ ասած հոգսերից, պրոբլեմներից, մեր մեջի մարդու, մեր արտաքին մարդու մասին, որովհետև ես գտնում եմ, որ դա պետք է, դա անհրաժեշտ է խոսալ։ Իհարկե, հասկանում ես, խոսացողին լսողը պետք, հասկանում եք, լսողն էլ պետք է, այսինքն Աստծո խոսքը լսողն էլ պետք է կատարի։ Իհարկե, եթե դու եկել ես այսօր Տիրոջ տուն, եկել ես պաշտամունքի, դու եկել ես նպատակով, եկել ես լսես Աստծո խոսք, եկել ես ընդունես Աստծո խոսքը, դու սպասումներ ունես, հասկանում ես, ես հավատում եմ, որ ամեն մեկ ունի սպասումներ իր կյանքի մեջ, բայց գիտեք, կա մի հատ սպասում հավիտենություն Հիսուսի հետ։ Եկեք դա շատ կարևոր սպասումներ է, դա շատ կարևոր է, որ մենք սպասում ենք ինչ Տիրոջ երկրորդ գալուստը, ո՞վ է սպասում Տիրոջ երկրորդ գալուստը։ Սպասողները շատ են։ Ոմանք կարող ասեն, դե գիտես, հələ ժամանակը չի, հələ ես չեմ կարող սպասեմ, որովհետև ես պատրաստ չեմ։ Բայց այսօր մի հատ վերնագիր եմ դրել քարոզից, հնարավորություն ունես, հնարավորություն կա, հասկանում ես, հնարավորություն ունես փոխելու ամեն ինչ։ Ինչ եմ ես ուզում այսօր խոսեմ, ինչից եմ ուզում սկսեմ։ Ես անցած ուրբաթ օրը աղոթքի ծառայությանը ես խոսում էի դրա մասին, ես ուզում եմ մի քիչ ասես գլոբալ մոտիկանանք, գիտես կարող է շատերի համար դա նույնը թվա, որտեղ կարող ասեն, գիտես խոսացել ենք, խոսում ենք դրա մասին, հասում ենք դրա մասին, բայց գիտես երբեմն ոնց որ ասած մեզ պետք է որ մենք սովորենք, չէ՞։ Մենք ոնց ենք ծնողները լավ կիմանանք, հասկանանք, որ մենք միշտ մեր երեխաներին ասում ենք սովորիր, չէ՞։ Մենք պետք է սովորենք, սովորողը պետք է կատարի, պետք է քայլի, պետք է անի, հասկանում ես։ Գիտես, եթե դու ուզում ես հոգևոր աճես, եթե դու ուզում ես հոգևոր հաստատվես, դու իրապես պետք է ջանք դնես, ես դա միշտ ասում եմ, դու ջանք պետք է անես։ Գիտեք, մենք բոլորս լավ լսողներ ենք, մենք շատ լավ լսում ենք։ Մենք առանց օրական երևի մի 10 քարոզ լսենք, մի 20 քարոզ լսենք, գիտես, շատ անգամ որ ասես կողդ քո մասին կարան խոսան, դու կարաս լավ լսես, ինչ են ասում։ То есть լսողությունից մենք այսինքն լավ ենք, հասկանում եք, ինչ եմ ասում, բայց գիտեք կարևորը որ մենք լսենք ու անենք, լավ կլինի որ մենք լսենք Աստծո խոսքը ու կատարենք Աստծո խոսքը, պահենք Աստծո խոսքը, ընդունենք ու Աստծո խոսքով իմանանք ապրել, աճել, հասկանում ես։ Դա շատ մեծ նշանակություն ունի, գիտես դու կարաս լսես ու մոռանաս։ Մի հատ հիշի, երբ որ մեկը քո մասին մի բան է խոսում, դու կարաս լսես ու չմոռանաս, չէ՞։ Ու ինչ է կատարվում, խիտ են ասած, խիտ են խոսած, ես շատ օրինակներ գիտեմ, երբ որ մարդու մասին մի բան խոսում են, ասում են, ինֆորմացիան հասնում է տուրջը տեղ, իմ տեղ էլ տես բան, այդ մարդը սկսում է մտածել, ասել, տանել, գիտեք, շատ անգամ հետաքրքիր որն է, ոմանց մոտ գալիս է, ոնց ասեմ ձեզ, մի հատ այնպես բան է աճում, բարձանում, ես պետք է տեղը հանեմ, ես պետք է վրեժախնդիր լեմ, հասկանում եք, մոտեցումը Երբ որ կասեմ, այն վաղտ կհանգստանամ, հասկանում չի եղել ձեր այդպես բան, ես հավատում որ շատերի հետ ալում այդպես բան, գիտեք ես ինչ եմ ասում շատերի հետ ալում, ես պետք է չասեմ, պետք է չլինի այդ բանը, պետք է մենք այդպես չնենք, մենք պետք է նմանվենք Հիսուսին, հասկանում եք, то есть այդ բաները մենք պետք է հասկանանք, բայց գիտես երբ որ դու Աստծո խոսքն ես լսում, երբ որ դու ասում ես տամ, ների, սիրիր, արա, մենք առանց շուտապույտ մոռանանք, հասկանում ես, միակնթարթային մոռանանք դուրս գալով պաշտամունքից, ապրելով, անցնելով քո ամենօրվա առօրյան, երբ որ դու ընդառաջվում ես տարբեր տեսակի բաներին, դու շուտապույտ կարաս մոռանաս այն խոսքերը, ինչ որ ասվել են ստեղ տեղում, որովհետև հասկանում ես, գիտես շատերը չեն էլ տառապում, այսինքն չեն էլ վրազում ապրել այդ խոսքերով։
Բայց գիտեք, կարևորությունը դանա, որպեսզի մենք ապրենք այդ խոսքով։ Իմաստը դրա մեջ է, որպեսզի մենք ապրենք այդ խոսքով։ Ինչ եմ ասում իմաստը դե, որովհետև դա շատ կարևոր է։ Նայեք, ես անցած անգամ ուրբաթ օրը կարդում էի մի տեղ գառների մասին, այսօր մեր աղբերը մի քիչ գառների մասին, այսինքն հրաչ ասեց, բայց ես գտնում եմ դա շատ կարևոր է մոտեցում է, շատ, այսինքն, գիտեք, Մատթեոսի 23-ի 25-ի 33-րդ խոսքում, ես այդ կարճ խոսքը կասեմ, ողջաները կանգնեցին իր աջ կողմը, իսկ այծերը ձախ կողմը։ Հասկանում եք, то есть ինչ է այդ խոսքը լրիվ չեմ կարդա այդ գլուխը, դա խոսում է վերջի օրերի մասին, Տիրոջ երկրորդ գալստյան մասին եւ գառները, ողջարները, երբ որ գա Տերը զտելու է, այսինքն այծերը լինելու, որ մի կողմ են լինելու, գառները լինելու։ Եվ մի տեղ էլ ասում է, հասկանում եք, ասում է, որ կլինեն գայլեր, հասկանում եք, գայլեր։ Եվ այդ գայլերը ինչ կանեն, ինչ կուզենան անել։ Այդ գայլերը կուզենան մտնեն Տիրոջ տան մեջ, մարդկանց մեջ, հասկանում, ասում է Մատթեոսի 7:15 ասում է զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեր մոտ գալիս են ողջարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են, հասկանում եք, Հիսուսը ստեղ նաև այդ ձևի օրինակ է բերում, ես անցած անգամ ասեմ եւ հիմա էլ կասեմ, գիտեք, իմ պատկերացման մեջ, այսինքն ամեն մեկի մոտ սուտ մարգարեները դրանք են, ովքեր որ սուտ են քարոզում սուտ, բայց մարդիկ, հասկանում եք, ովքեր որ, հասկանում եք, եկեղեցու մեջ կարան լինեն, գայլան մեջով, արտաքինը մեջը գայլը, իսկ արտաքինը գար, հասկանում եք, то есть ինքը ցույց է տալի, որ ինքը անմեղ է, բայց նա սա ինձ ինքը անմեղ չի, հասկանում եք, то есть այդպես մոտեցում կա. Իսկ գառները, խեղճուկ գառները, այսինքն որ խոնար են, իրանք շատ շուտ կարան, հասկանում ես, ընկնեն գայլի ձեռը, հասկանում եք, գայլի ձեռը, բայց նաև կան այծեր, այծեր, որ ասում են վերջին օրերում Տերը զտելու է, Տերը տանելու է, մաքրելու է, սրբելու է եւ ժառանգելու են հավիտենական կյանքը գառները։ Դուք հավատում եք հավիտենական կյանքին, հավատում եք, որ լինել է հավիտենական կյանք։ Ով հավատում, ասա ես հավատում եմ։ Գիտեք, դա շատ կարևոր նշանակություն է, երբ որ դու հավատում ես հավիտենությանը, հավատում ես հավիտենական կյանքին, որ կա արքայություն, որ ըլնելու է իրապես դատաստանը, հասկանում եք, եւ այդ դատաստանից գիտեք ոչ մեկ չի կարա փախնի, եւ այդ դատաստանից ոչ մեկ չի կարա, գիտես, ես կարամ փախկվեմ Սարի հետև, ես կարամ փախկվեմ եսին որտե եւ ինձ ոչ մեկ չի գտնի, չէ, այդ դատաստանի վաղ դու կպատասխան գտաս, եթե դու ունես մեղքեր, եթե դու այսօր մեղքերի մեջ ես, հասկանում ես, գիտեք, ես չեմ ուզում ասեմ, որ դու ունես գայլի ձեռը, ես չեմ ուզում ասեմ, որ դու ունես այդ, ես ասեմ, մեղի գառի, այսինքն խոնարհությունը ունեցի, ոչ թե մենակ արտաքինով, այլ նաև մեջիցդ, հասկանում ես, այսինքն, որպեսզի քո արտաքինը ցույց է տալի, որ դու գառ ես եւ մեջով էլ ըլնես գառ։ Գիտեք, Տերը տենսներին ընդունում, Տերը տենսներին է սիրում, Տերը տենսներին է կանչում փրկության։ Իհարկե, երբ որ մենք եկել ենք Քրիստոսին, եկեք հիշենք, մենք բոլորս ոմանք եղել ենք ոչ թե մենակ մեջից գայլ, այլ արտաքինով էլ ենք գայլ եղել ենք վատ մարդիկ, վատ անձնավորություններ, մեր էմոցիաներով, մեր շահերով, մեր մտածելակերպով, մեր լիքը աշխարհիկ բաներով։ Չէ, մենք եկել ենք Քրիստոսին եւ ոնց որ խոսքն ասում Հիսուս ասում է, տվեք ինձ ձեր բեռը, չէ, տվեք ձեր բեռը, որովհետև իմ լուծը թեթև է, վերցեք ինձանից, որովհետև ես կարամ ձեզ տամ այն, ինչ որ դուք չունեք, բայց ինչ մենք չունենք, երբ որ մենք եկան Քրիստոսին, մենք չենք հասկանում սերը, ինչ բաներ, մենք չենք հասկանում խոնարհությունը, ինչ բաներ, մենք չենք հասկանում լիքը, որ այդ պետք է չանես, այդ պետք է չանես, մենք չենք հասկանում ինչ է սրբության կյանքով ապրելը, հասկանում ես, բայց այդ ամենը սովորացնեց ով մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ոնց ինքը սովորացեց ավետարանի միջոցով, որ դու այսօր կարաս բացես, կարդաս, մտնես դրա մեջ, հասկանում ես, մտնես դրա մեջ ու տենաս ինչը ինքը ուզում, հասկանում ես, քեզանից, ինչ դու պետք է անես, որ դու իրապես ըլնես հաճո Հիսուսին, հասկանում ես, եթե դու եկել ես Հիսուսին, եւ դու մակերեսորեն փոխվել ես, բայց մեջիցդ միևնույնն է դու մնում ես գայլ,
արտաքինով գար ես, հասկանում ես, գիտեք, ես կարող եմ ասեմ դա պրոբլեմա այսօր 21-րդ դարի հոգևոր աշխարհում, քրիստոնեական աշխարհում, հավատացյալների մեջ, այն հավատացյալների մեջ, ովքեր որ իրանց կոչում են, որ իրանք հավատացյալ են եւ ոչ մի բան չեն ձեռնարկում դրա միջոցով, որ այսինքն ինչ են, որ ոնց որ ես ասացիմ, համ արտաքինով, համ մեջով ելնեն գար, հասկանում եք, բայց երբ որ դու մնում ես նույնպես գայլ, գիտեք ինչա գայլը, գայլը չարությունը, գայլը մենակա, գայլը ոչ մեկին չի վստահում, գայլը ունի իր նման գայլեր, անտառում հասկանում եք, դուք ինքը մտածում է իր մասին, ինքը փնտրում է զո, ինքը անխիղճ է, ինքը չունի ոչ մի մոտեցում, բայց գայլը կարա նաև գար ձևանա, հասկանում եք, այսինքն ցույց տա, որ ինքը գառ է, ցույց տա, որ ինքն հասկանում ես, խոնար կարա լինի, ինքը կարա, այսինքն նորմալ, գիտեք, ես միշտ ասում եմ, հետաքրիր որն է, որ մենք գալիս ենք եկեղեցի, մենք այդ 2 ժամ, 3 ժամը մենք բոլորս կարանք ցույց տանք, որ մենք սրբության կյանքով ենք ապրում։ Շատերի մոտ, հասկանում եք, շատերի մոտ ես ասում եմ դուրս է գալի հրեշտակի թևեր, այն նիմպը, պսակը, իրանք խոնար են, իրանք էս են, իրանք գիտես տարբեր տեսակի ցույց է տալ, բայց գիտեք, ասում եմ մի խափնվեք, այսինքն ոմանք, որ երբեմն ցույց է ելնում, հասկանում ես, ասում եմ չկա գաղտնի բան, որ ի հայտ չգա, հասկանում ես, то есть դու կարաս մարդուն խափես, դու կարաս առաջի տեսողությունդ, առաջի քո հայացքը ցույց տա, որ դու բարոյական հոգևոր կյանքով ապրող մարդ ես, բայց իրապես դու հերոյ ես Աստծուց, հասկանում ես, որտեվ դու կոյկակ դիմանում ես թե մի 2 ժամ, հետո այդ 2 ժամից հետո, երբ որ դու գնաս, դու շտապույտ, հասկանում ես, կարաս մոռանաս, որ դու հոգևոր ես։ Ինչի՞ է տենց ելնում մեր հետ, ինչի՞ է տենց ելնում շատերի հետ, ինչի շատերը չեն կարում, հասկանում ես, խորը մտածեն, ինչի շատերը ուղղակի լսողի դերում են, բայց ոչ թե Աստծո խոսքը կատարող, պահող, հասկանում ես, ոչ թե որ իրապես, այսինքն հասկանում ես, մտնես են սրբության սրբոչ մեջ, իրապես դառնաս, հագնես են հանդերձը, մտածես, որ դու այդպես պետք է չլնես, հասկանում ես, բայց ոմանք էլ կան, որ իրապես ցույց են տալի համ մեկուց, համ արտաքինուց, որ իրանք այդ ձև են, հասկանում եք, գիտես վախեցի ոչ թե տենսերից, ով որ ցույց տալ, վախեցի դրանց, ով որ գաղտնի են, հասկանում ես, ով որ պահում է իր մեջ, ու դու չգիտես, հասկանում ես, ինքը օգնության կարիքը ունի, թե չունի, բայց մենք ոնց կարանք այդ օգնությունը տանք, ոնց մենք կարանք այդ ձևի գառներին մեջ որ գալ են, այսինքն խնամենք, գիտեք, ստեղ հետաքրքիր է շատ հեշտ կարամ այս հարցի պատասխանը տամ, հենց ստեղ, հենց այս պահին, երբ որ դու նստած լսում ես, երբ որ մենք կլնում ենք աղոթելու, հասկանում ես, դու ասում ես ես դրա կարիք ունեմ, մոտիկանում ես, ասում ես մենք աղոթում ենք, հասկանում ես, երբ որ մենք գիտենք քո կարիք, այսինքն մենք սկսում ենք, ես սկսում եմ տեսնաբերում եմ հարցերով, այսինքն աղոթներով մոտիկանալ, որ իրապես ուզում ես որ մարդու մեջ գա փոփոխություն, հասկանում եք, փոփոխություն, երբ որ մարդ իսկականից հասկանում ես, այն հին մարդով չի ապրում, այլ ապրում է նոր մարդով, նոր կյանքով, այն կյանքով, որ Հիսուսն է ասել, որ Հիսուսն է առաջարկում, հասկանում ես, առաջարկում է, գնա ու վերց, այն ինչ որ Քրիստոս առաջարկում է, դու ակե պետք է քայլես ու վերցնես Քրիստոսի ձեռից, հասկանում ես, կյանքը, եւ այդ կյանքի մեջ մտնում է սեր, խոնարհություն, հասկանում ես, եւ ամեն բաներ, որ այսօր դրա կարիքը շատերը ունեն, ես գիտես, մի օր կյանքը կարա կանգնի, մի օր ժամանակը կարա կանգնի, մի օր կարաս քնես ու զարթնես եւ լիքը բաներ կարա փոխված լինեն քո կողքերում, մի ուշացրած ժամանակը փոխելու, հասկանում եք ինչ եմ ասում, նայեք, ես ուզում եմ մի քիչ խոսեմ նաև սիրո մասին, դատողության մասին, ես ուզում եմ խոսեմ շատ բաների մասին, որովհետև ես տենում եմ դրա կարիքը կա, ես տենում եմ, հասկանում եմ, ես չեմ ասում հենց ով ձեզանից մեկը դրա կարիք ունի, գիտեք, ես խոսքը ասում եմ, մեկը կարա վերցի, գիտեք, շատերը շատ անգամ ասում եմ, դա իմ մասին չի, դա կողքինի մասին է, ես սուրբ եմ, Տերը թող օրհնի, եղիր սուրբ, եղիր մաքուր, եղիր սրբության կյանքով ապրող մի անձ, հասկանում եք, որովհետև իրապես, երբ որ դու ապրում ես այդպես, դու օրհնվում ես, դու բարձրանում ես, դու աճում ես, հասկանում ես, բայց ինչ խնդիրն է այսօր, գիտեք, Տիմոթեոսի թղթում Տիմոթեո Պողոսը հետաքրքիր ասում, երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլխի առաջի խոսքից, ասում է,
Պողոսը, իմացիր, սա վերջին օրերի չար ժամանակներ կգան։ Նայեք, ինքը սկսում է Պողոս ասել, որ իմացիր, վերջին օրերին շատ չար ժամանակներ կգան։ Ով է համաձայն, որ ասում մենք վերջին օրերում ենք ապրում։ Համաձայն եք, որ մենք այսօր վերջին օրերում ենք ապրում, որտեղ մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկար, դաժան, անբարասեր, մատնիչ, հանդուկ, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արդակուս աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունը ուրացել են նրանց խուսափի, նրանցից ասում խուսափի, նրանք ուրացել են աստվածապաշտությունը, հասկանում եք, դրանց մեջ չկա։ То есть Պողոսը տալիս է Տիմոթեոսին ում մասին է գրում, հոգևորների մասին է գրում, հասկանում եք, то есть հոգևորները վերջին օրերում կլինեն այս ձևի մարդիկ, հասկանում եք, то есть կլինեն չար, եսացեր, արծաթասեր, հպարտ, հայհոյող, հասկանում եք, то есть խոսում է լիքը խնդիրների մասին, եւ ասում է իրանք չեն ունենա Աստծո սերը իրանց մեջ։ Գիտես, իրապես, եթե դու չունես Աստծո սերը, դու չես կարող սիրես։ Նայեք ասեմ, ստեղ մի հատ տարբերակ եմ ասում։ Եթե դու ուզում ես Աստծուն ծառայես, ես շատ եմ լսում, ես ուզում եմ Աստծուն ծառայեմ, ես սիրում եմ Աստծուն։ Եթե դու սիրում ես Աստծուն, դու պետք է սիրես մարդկանց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե դու չես կարող սիրես մարդկանց, դու Աստծուն չես սիրում։ Գիտեք, եթե մեկը գաշտի, չէ, գիտես, ես կարամ սիրեմ ու կարամ չսիրեմ մարդուն, ես քեզ կարամ, գիտես, դու քեզի մի խափի, հասկանում ես, դու քեզի մի խափի, որ դու սիրում ես Աստծուն։ Նայեք ասեմ, եկեք սենց այդանք հերթականությունով, ինչ կատարվավ, երբ որ Հիսուս եկավ այս աշխարհ, ինչի եկավ Հիսուս այս աշխարհ, ում համար եկավ Հիսուս, մենք կարանք միազայն բոլորս ասենք, մեր համար, մեր նման մեղավորների համար, то есть մենք արժանի մարդիկ ենք, որ ինքը եկավ, то есть մենք լիքը մեղքերով լցված մարդիկ ենք, հասկանում եք, то есть Հիսուս եկավ ում համար, եկավ մեղավորների համար, հասկանում եք, то есть մարդիկ, ովքեր որ մեղավոր են, то есть եկավ ինչ արեց, այրան գնով մենք գիտենք, հարություն առավ, դրա համար որ մենք ունենանք հավիտենական կյանք, տալիս այսօր մեղքերի թողություն, то есть դու կարաս ստանաս մեղքերի թողություն, հասկանում ես, առանց որևէ մի խոսքի, դու կարաս ուղղակի ապաշխարես, խնդրես, ասես Տեր, ներիր իմ բոլոր մեղքերը, Տերը քեզի կների, դու հավատում ես, որ դու կստանաս, հասկանում ես, մեղքերի թողություն, բայց հասկանում ես, հետաքրքիր որն է, որ մենք պետք է իմանանք, թե ինչի համար Քրիստոսը եկավ, որպեսզի մենք փրկվենք, Քրիստոսը սիրելով մարդուն եկավ, հասկանում եք, то есть Քրիստոս չասեց, ես չեմ սիրում մարդուն, եթե Քրիստոս ասեր, ես չեմ սիրում մարդուն, հավատացեք Քրիստոսը չէր գա, հավատացեք 2000 տարի չեր անցնի մինչև այսօր, բայց ինչ է, եթե դու այսօր ընդունում ես Հիսուսին, դու ընդունում ես այն ամեն պատվիրանները, դու համաձայնվում ես այն ամեն ինչին, ինչ որ ինքը թողել է, ինչ որ ինքը տալիս է, բայց ինչ ենք անում մենք շատ անգամ, ես ուզում եմ նորից արամ, մենք շատ անգամ ընդունում ենք Քրիստոսին, ոնց որ մեր ազնական Տեր փրկիչ, ուրախանում ենք, հալելույա ենք ասում, կարանք լացենք, կարանք ասենք, վազենք Քրիստոսի մոտ, երբ որ մենք կարիքի մեջ ենք, պրոբլեմի մեջ ենք, հասկանում ես։ Բայց չիմանանք պահենք այն ինչ որ ինքը տալիս է մեզ, չիմանանք պահենք, ինչ չիմանանք պահենք, առաջինը, չիմանաս սիրես մարդուն, հասկանում ես, ուղղակի չիմանաս սիրես մարդուն, ըլնես գայլ, հասկանում ես, ըլնես եսասեր մի հատ անձնավորություն, որը դու մենակ քեզ ես սիրում։ Նայեք ինչ ասում Քրիստոսը, Հովհաննեսի ավետարանի 14-րդ գլխի 22-րդ խոսքից, այո 22-րդ խոսքից, Հուդան ոչ իսկորտացի նրան ասաց, Հուդան մենք գիտենք, որ կար մի հատ էլ աշակերտ Հուդա անունով, ոչ թե Հուդա իսկորտացին, նրան ասաց, Տեր, ինչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին ոչ, то есть աշակերտ հետաքրքրում, ինչ պիտի պատահեց, որ դու մեզ հայտնես քեզ, եւ ինչ է պատասխանում Քրիստոս, Հիսուսը պատասխանեց նրան, եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, Եվ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք
ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում, եւ այն խոսքը, որ լսում է, իմը չէ, այլ Հորն է, որ ինձ ուղարկեց։ То есть, նայեք, Քրիստոսը պարզ ասում է, երկու խոսքով, հասկանում ես, անեց մի հատ Զամուդրիոնը չի ասում մեր Տերը, հասկանում եք, ես մենք աստվածաբանական խոսքերով խորը, որ մենք իմանանք, կարճ կոնկրետ ասում է աշակերտի հարցին պատասխանում է, ասում է, եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան, նայեք ասում է, եթե դու պահում ես, սիրում ես Քրիստոսին, ասում ես Հիսուս, ես քեզ սիրում եմ, դու պետք է պահես իր խոսքը։ То есть դու պետք է ապրես դրանով, ինչով որ ինքը պատվիրել է, հասկանում ես։ Նայեք, ու ինչ աստեղ ասում, նայեք, ստեղ մի տեղ կա նաև Ղուկասի ավետարան 6-րդ գլխի 37-րդ խոսքից։ Ես հիմա կարդամ մի քանի, նայեք ասեմ, ես ինչ եմ բերում սենց օրինակներ, ես այդ վերջերս մի քիչ, ոնց ասեմ, ձեզ փոխել եմ ձևս մոտեցումս, ես ուզում եմ շատ կարդամ ավետարանից, շատ այսինքն որ դուք հասկանաք, հենց ավետարանից հասկանում եք, որովհետև ավետարանը այն միակ մեկ աղբյուրն է, որը ցույց է տալի մեր Տեր Հիսուսը, միայն որ մենք կարանք փոխվենք, միայն որ մենք կարանք աճենք, միայն մենք կարանք զորանանք, բայց ոնց մենք զորանանք, ոնց մենք աճենք, գիտեք, ավետարանը խոսում է ամենաառաջինը քո մեջի օրհնության, օծության, զորության մասին, այսինքն դու աճես, դու հաստատվես, օրհնվես, զորանաս սիրո մեջ, հասկանում ես, то есть լիքը բաներ, դրա համար Հիսուսը ով որ ինձ սիրում է, պետք է պահի իմ խոսքը պահում է, դա ինձ է սիրում, հայրն էլ իրեն է սիրում, չէ՞, Քրիստոսն ասում է, որտեվ այդ խոսքը ոչ թե ինձանից է, այլ իմ հոր խոսքն եմ ես բերել։ 15-րդ գլխում Քրիստոսը ասում է Հովհաննեսի 13-15 ասում է, ես եկել եմ հորս կամքը կատարելով, հորս խոսքով ապրել, то есть տեսնողը ինձ տենում է հորը, то есть Քրիստոսը իրանը հորից չէր անջատում, то есть ինքը ցույց էր տալ, որ իրանք միաբան են, եւ այդ նույն միաբանությունը Քրիստոսը դնում էր մարդու մեջ, հասկանում եք, որովհետեւ մենք էլ ենք իր այդ միաբան, մեկ լինենք, հասկանում եք, եւ մենք կարանք միաբորվենք Տիրոջը, երբ որ մենք նմանվենք իրանը, ոնց մենք կարանք նմանվենք իրանը, երբ որ մենք ընդունում ենք իրանը ու սկսում ենք կատարել, պահել այն խոսքերը, ինչ որ ինքը ասել է ու պատվիրել է տվել է մեզ։ Նայեք, Ղուկասի 6-րդ 37 խոսքում սենց ասում է, Քրիստոսի, то есть, например, այն կանոնները, ոնց ասեմ, քեզ պատվիրաններ, որ ինքը թողել է, ասում է, եւ մի դատվեք ու չեք դատվի, մի պատժեք ու չեք պատժվի, ներեք եւ ներված կլնեք, տվեք եւ կտրվի ձեզ, ձեր գոգը կլցվի, լավ չափով, լեփ լեցուն, առատ, որտեւ ինչ չափով որ չափեք, նույն ձեզ կչափվի։ Այսի միտեղ, ստեղ միտեղ էլ կա, հեսա, արդամ, դեկիք ստեղ կանգնենք, մի քիչ որ, չէ, հենց նույն տեղը կա 41-րդ խոսքից, լրջ չկարդանք էլի, եւ ասում է, եւ ինչու ես քո եղբոր աչքի միջի շուղը տեսնում, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում, կամ ինչպես կարող ես եղբորդ ասել, եղբայր, թող քո աչքի միջի շուղը հանեմ, բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում, կեղծավոր, նա քո աչքի գերանը հանիր եւ հետո լավ կտեսնես թե ինչպես քո եղբոր աչքի շուղը հանես։ То есть Քրիստոսը խոսում է ու մասին, այն մարդու մասին, որ չունի սեր։ Չէ, եկեք պարզ ասեք, 3 տար սեր, դատող մարդը, այսինքն դատապարտող մարդը, այն մարդը, ով հպարտ մարդը, գորոզ մարդը, էգոիստ մարդը, եսասեր մարդը, то есть ինքը չունի աստվածային սեր, հասկանում ես, ասում է, մի դատեք, որ դու չդատապարտվես, то есть մենք պետք է չլենք դատող։ Գիտես, այսօր կա հետաքրքիր մի հատ մոտեցում, որ շատերը այսօր կարող են դատող, շատերը կարող են քննադատող, շատերը կարող են կեղծավոր, շատերը կարող են լիքը բաներ անեն, բայց ինչի մենք չենք հիշում այդ խոսքերը, որ Տերը մեզ տվել է, որ մենք իրապես պահենք այդ խոսքերը, հասկանում եք, то есть չանենք, ասում մի դատի, դու կարող ես չդատես մարդուն, то есть իդեք հետաքրքիր որն է, որ դատելը, բամբասելը նմանատիպ են, հասկանում եք, երբ որ մարդը սկսում է բամբասել, սկսում է դատապարտել, սկսում է քննադատել, ու չել վախենում Աստծո խոսքից, հասկանում եք, ու գիտես պետք է, գիտես պետք է անի, հասկանում եք, սկսում են կեղծավորություններ անել, սկսում են այսինքն քննադատել մարդուն, ծիծաղել, անարգել մարդուն, հասկանում եք, ձեռ առնել, ու հետո ո՞նց են իրանք գիշերը քնում։
հեշտ ու հանգիստ, ես ասում եմ, մարդիկան ասում են, ես ապաշխարում եմ, քնում եմ։ Հետաքրքիր է։ Դու ապաշխարում ես, քնում ես, հետո նորից նույնն ես անում, հասկանում ես։ Նորից նույնն ես անում, հա, նորից զարթնար, առավոտը աղոթիր, չաղոթիր, ես չեմ կարող ասեմ, ոնց ես դու քո օրը սկսում, նորից հանդիպում ես այդ նույն մարդուն կամ մեկին, քո զինակիցին բամբասողական շարժման մեջ էլի, այսինքն բամբասողների շարժումը էլի կներեք դեմ ասում, դատապարտողների շարժումը, ու սկսում ես դատապարտել, քննադատել։ Դու քեզ գցում ես մեղքի մեջ, հասկանում ես։ Եթե դու մեկին քննադատում ես, դատապարտում ես, դու չես սիրում այդ մարդուն։ Հետո նայ ասեմ, դու ոնց կարաս ասես ես սիրում եմ Հիսուսին։ Ու հետո այդ մարդիկ ասում են ես սիրում եմ Հիսուսին, ես սիրում եմ Աստծուն, ես գիտես, ես փրկված եմ։ Այ սիրելի, ես չեմ կարող ասեմ, դու փրկված ես, դու ինչ ես, դու այդ հարցի պատասխանը լավ գիտես։ Եթե դու քննադատում ես, եթե դու դատապարտում ես, եթե դու մեղադրում ես, հասկանում ես, եթե դու դառնում ես գայլան նման, դու գալիս ես, սկսում ես վարակը գցել մեկի մեջ, սկսում ես մեկին վատաբանել, քննադատել, մեկին գցել, հասկանում եք, դա process է, որի մեջ որ հասկանում ես, պետք է դու կանգնես, հասկանում ես, դու պետք է շարունակես, այսինքն խորանալ դրա մեջ։ Դու պետք է կանգնես, չխորանաս դրա մեջ, որտեվ Տերը չի ընդունում այդ բաները։ Հեսա պարզվում մի տատեք, որ չդատապարտվեք։ Ես կարող եմ լիքը տեղեր խոսամ բամբասելու մասին, անիծելու մասին կարամ խոսամ, հասկանում ես, չսիրել մարդուն, հասկանում եք, այդ որ գալիս է, գիտես, մի ասես պարագա է, որ դու մարդը չի կարում սիրի։ Հասկանում ես, ու հետո այդ մարդը ասում է, գիտես ես հոգևոր եմ։ Գիտես ես Հիսուսին եմ սիրում։ Հասկանում եք, իմ գլուխը չի տեղավորվում, իմ մտքում չի տեղավորվում, որ այդ մարդը կարող ասենց արտահայտություն անի ու ասի ես սիրում եմ Հիսուսին, բայց մարդուն դու չիմանաս սիրես։ Գիտեք կան տենց հոգևորներ։ Տենց հոգևորներ շատ կան, կարան այսինքն կողը կողքին կանգնեն, բայց ատեն մյուսին։ Գիտեք դա մեծ մեղք է։ Դա մեղք է, որը որ կանչում է մարդուն ապաշխարության։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դու պետք է գաս ապաշխարես Աստծո առաջ։ Դու պետք է փոխես քո մտքերը, դու պետք է փոխես քո մեջը, դու պետք է փոխես լովին, հասկանում ես, դու պետք է ըլնես իրապես Հիսուսի նման։ Գիտեք, երբ որ Քրիստոսը պատմում էր այդ մի առակն էլ ասում էր դու քո աղբորդ աչքի մեջի շուգն ես տենում։ Գիտեք դա պրոբլեմա, դա պրոբլեմա, երբ որ մեկը սկսում է մեկին դատապարտել։ Երբ որ մեկը սկսում է մեկին քննադատել ու սկսում է ասել դու սենց ես, դու նենց ես, թե հետևից, թե դեմից, ես չեմ կարող ասեմ այդ բանը, հասկանում ես։ Բայց Քրիստոս ասում է մի հատ հետ դարձի նայ քո աչքի մեջ ինչ կա։ Քո աչքի մեջ ավելի մի հատ մեծ զանգվածային բան կա, գերան կա, հասկանում ես, որը որ դու պետք է հանես, որը վրա դու պետք է աշխատես, հասկանում եք։ Նայեք, ես չեմ ասում գայլ, մեջով, արտաքինով, դա իրապես տենց է, հասկանում ես, դա այսօր կյանքի, մեր հոգևոր կյանքի իրականությունն է, հասկանում ես, մարդը կարա ձևանա հոգևոր, բայց մեջից ունի գայլ, այսինքն ատող, նախանձող, կռվող, չսիրող, չհանդուրժող, բայց Քրիստոս եկավ սիրո համար, սիրելիս, Քրիստոս եկավ, որ դու սիրես, որ դու ներես, հասկանում ես։ Չնես խափեբա, չնես էգոիստ, չնես, գիտեք հիմա կասես այնքան լիքը վատ բաներ ասում հովիվը։ Սիրես այդ ես չեմ ասում, դա ավետարանն ասում։ Կարան բացեմ լիքը տեղեր, գաղատացիներ, կողոսացիներ, այն ժայռան քարոզը տիրոջ, Մատթեոսի 5:6-ը, այնտեղ ինչի մասին որ Քրիստոսը խոսում է, հասկանում ես։ Ու ինչեր Քրիստոսը խոսում դրա մասին, որտեվ այն վաղ կար այդ խնդրեմը, հասկանում ես։ Քրիստոսը տենում էր մարդու ինքնությունը։ Քրիստոսը տենում էր մարդու եսասիրությունը։ Քրիստոս տենում էր մարդու գոռոզությունը, մարդու հպարտությունը։ Դուք գիտեք, մարդիկ կա, որ մենակ իրանց են սիրում։ Մարդ կա, որ մենակ իրան է սիրում, հասկանում եք, բայց նույն ձև այդ մարդը կկանգնի, կասի ես սիրում եմ Հիսուսին։ Դա աբսուրդ է, հասկանում ես։ Դա աբսուրդ է, որ դու ասում ես ես սիրում եմ Հիսուսին, բայց չես կարող սիրել դիմացին, դու սիրում ես մենակ քեզ։ Սիրելիս, դու դեռ չես կարող ժառանգես հավիտենական կյանք։ Դու մենակ կարաս հույսով ապրես։ Գիտեք այդ հույսով որ շատերը ասում են ես ապրում եմ, ես մի օր, գիտեք այդ խոսքը ինչքան եմ լսել, մի օր ես կփոխվեմ, մի օր ես կաճեմ, մի օր, հասկանում ես։ Ես էլ եմ տենց ասել։ Գիտես, ես միշտ ասում եմ, հոգևոր դաշտում, քրիստոնեական ճանապարհում չկա մի օր, կա մի անգամ,
կամ աճում ես, կամ չես աճում, կամ գնում ես Հիսուսի հետևից, կամ չես գնում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Կամ գնում ես միջևեշ, կամ մեր Տերը, ոնց ասեմ քեզ, չի հասկանում տես բաներ։ Գիտեք, որ չեմ կարում, այսօր կգամ, այսօր կայնի գամ ստենց մեղքով։ Ես մի օր կսկսեմ սիրել այդ կողքինից։ Այդ մի օր ես պետք է հաղթահարեմ, բայց ես հələ որ չեմ կարում հաղթահարեմ։ Ես այսօր դիպրեսիայի մեջ եմ։ Ինքնձի ուժեղ վիրավորելը, սիրելիս։ Գիտես, ինչա, Տերը ասում է հեշտ առնելու քեզի հոգևոր կյանքում։ Տերը ասում է հեշտ առնելու, հիշեք որ սատանան 40 օր 40 գիշեր Հիսուսին փորձում էր անապատում։ Ինչեր էր խոստանում Հիսուսին։ Հիշում եք։ Սենց արա քցի հրեշտակները կբռնեն, դուք ուզում եք, այսինքն որ այդ ամեն իրականանա, այն ինչ որ սատանան էր առաջարկում Քրիստոսին։ Ինչ է Քրիստոս։ Ետից գնա սատանա, ետից գնա, հերվացի ինձանից։ Հասկանում ես։ Երբ սատանան մոտիկացավ Քրիստոսին, երբ որ Քրիստոսը սոված էր, երբ որ Քրիստոսը թուլացել էր, երբ որ Քրիստոսը 40 օր 40 գիշեր անապատի մեջ էր, հասկանում եք, այն վաղ սատանան մոտիկացավ, թուլտեղն էր բռնել, իմանում էր կհաղթեր, բայց մենք ուզում ենք հասկանում ես, որ տենց լինի, հրեշտակները բռնեն, քարը դառնա հաց, որ ամեն ինչ լինի, որ մենք ոչ մի բանով չիմանանք անցնենք, հասկանում ես, սիրես դրան ումը որ դու ուզում ես, օրտնես դրան ումը որ դու ցանկանում ես, հասկանում ես, գիտես ինչ եմ քեզ ուզում ասեմ, դու կարաս հախափես կողքինիդ, կարաս դու հույս տաս, բայց ասում դու չես խափի։ Գիտեք, մենք երբեմն մարդկանցից ենք վախենում, ամոթանում, բայց Աստծուց չենք վախենում։ Բայց ես քեզ կարամ կոչ անեմ վախեցի Աստծուց։ Այն ինչ որ դու ցանում ես, դու մի օր կհանձես։ Գիտես, ավելավը հանձես ու ցանես օրհնություն, բարություն, սեր։ Այդ սերը դու կհանձես, հասկանում ես։ Ես անցած անգամ ասում եմ, մեկ ասում ուզում ես բժշկություն ցանես, որ դու սերմանես ու հետո ասում հա, բռնի ճարի հիվանդներին ձեռը դիսկսի գլխներին աղոթել, ու սերմացանի բժշկություն, դու մի օր կհնձես այդ, դա կգա քո կյանքում։ Երբ որ դու չարություն ես, ատելություն ես ցանում, հասկանում ես, չես կարում քեզի պահես քո ձեռների մեջ, չես կարում տիրապետես քեզ, ու սկսում ես վատը խոսալ մարդու մասին, դու դա մի օր կհնձես։ Գիտեք, ես այնքան եմ տեսել օրինակներ, որ մարդ է որ ցանում է, ինքը հնձում է։ Երբ որ դու ծիծաղում ես մեկի վրա, ծաղրում ես, ուղղակի ծաղրում ես մարդու վրա։ Մարդը քո կողքին չի, դու սկսում ես ծաղրել, ծիծաղել, ինքը սենց է, ուրախանում ես ուրիշի հետ, միանում ես այն մարդով, որ հոգևոր չի, հերո է, դու գիտես Աստված չի տենում։ Ինչ տարբերություն Հիսուսին ծաղրես, թե այդ մեկին ծաղրես։ Ես չեմ կարող ասեմ այդ մարդը ինչ կյանքով ապրում, բայց Քրիստոսին էլ էին ծաղրում Հիսի։ Ծիծաղում էին վրան, երբ որ Քրիստոսը Գողգոթայի վրա կախված էր, խաչի վրա, այրունը թափում էր Քրիստոսին, ասում են, ուրիշներին փրկում է իրան չէ, դել մի հատ դու քեզի փրկի, ծիծաղում են, բայց ինչ ասաց Հիսուսը։ Հայ, ների նրանց իրանք չեն հասկանում ինչ են անում։ Ների նրանց իրանք չեն հասկանում ինչ են անում։ Հասկանում եք ինչ եմ ասում ձեզ։ Դու կարաս այդպես անես։ Դու կարաս երբ որ մեկի մասին ծաղրում են, ծիծաղում են, վատաբանում են, ասես հայրներիր, իրանք չեն հասկանում ինչ են անում։ Հայրներիր, հայր, տար ինձ հերու, ես չեմ կարում լսեմ, ես ուզում եմ փորձում ես փոխես այդ մարդկանց, բայց չէ, դու միանում ես, սկսում ես դատապարտել, սկսում ես ուրախանալ, սկսում ես վատը խոսալ, սիրելիս, ուզում ես հավիտենական կյանք, դու պետք է անես շատ բաներ, քայլեր, քո կյանքը դու իրապես պետք է։ Նայեք ասեմ, հիմա ես կարող եմ լիք օրինակներ բերեմ, հին ուխտից խոսամ ձեր հետ։ Հասկանում եք, սկսեմ ծննդոց գրքից, մտնեմ Եսայի մարգարեն, թագավորած, չէ, բայց ես ասում եմ, որպեսզի մենք ավետարանի մեջ հասարակ այդ խոսքերը, որ մեզ այսօր մեզ տված է, հասկանում եք, դու կարող հիմա գնաք ձեր տունը, միացնեք մի հատ, ես ինչ ուժեղ քարոզիչի լսեք։ Հիանաք, ասեք, հո ինչ լավ էր, հալելույա, այդ իմ համար էր, հասկանում ես։ Բայց մոռանաս այն ինչ որ Աստված այսօր քեզ է պատրաստել։ Այն ինչի կարիքը դու ունես այսօր։ Այն կարիքի են խնդրեմին, որ դու չես էլ ուշադրություն դարձնում։ Դու ուղղակի ապրում ես։ Ասում ես դե այնքան ծանր մեղքեր չեն, այնքան բաներ չի, ես մի օր կհասնեմ, ես կհասնեմ փոխվելու, ես կհասնեմ քայլ անելու։ Գիտեք, հենց այդ նույն Ղուկասի 6-րդ գլխում ավետարանի Քրիստոսը խոսում է մի առակով 46-րդ խոսքից
Հիսուս ասում է, եւ ինչու եք ինձ Տեր, Տեր կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Ամեն ոգով ինձ մոտ է գալիս ու իմ խոսքերը լսում է ու դրանք կատարում է, ցույց կտամ ձեզ, թե ում է նման։ Նման է տուն կառուցող մի մարդու, որը հողի փորեց ու խորացրեց ու հիմքը ժայռի վրա դրեց, երբ հեղեղ եկավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այս, որովհետև լավ կառուցված էր, բայց նա, ով լսում էր եւ չէր կատարում, նման է մի մարդու, որ տունը կառուցում հողի վրա առանց հիմքի, գետը խփեց եւ այն իսկույն փլվեց եւ այն տանը կործանում մեծ եղավ։ Մի աստվածաբան հետաքրիր ասում է, այդ երկու տղերքն էլ այսօր կոնֆերենցիայում են։ Այդ երկու մարդիկ իրար կողքի նստում են պաշտամունքի։ Այս երկուսն էլ լավ է լսում են խոսքը։ Այս երկուսը օտիտո գիտեն Աստվածաշունչ։ Այս երկուսը գնում են պաշտամունքների, փառաբանության են մասնակցում, ամեն մեկը կարող է մի ծառայություն ունի, բայց այս մեկը, ով որ ժայռի վրա սարքեց իր տուն, ինքը հաստատուն է անում։ Կայուն է խոսքի մեջ, խոնար է խոսքի մեջ, լսում է Տիրոջ խոսքը։ Կանչում ասում է, Տեր, Տեր, պահում է այն ամենը, հասկանում ես։ Եվ իր հետ ոչ մի բան չեղավ, երբ որ ինչ եղավ, քամին, հեղուկը, փոթորիկը, ինչ եղավ, տունը մնաց կայուն։ Բայց այն մեկը իր կողքին է, ինքը լսում էր, մատներին արանքով էր նայում, ծառայություն իր համար պարտականություն էր, մի օր կգար, մի օր չէր գա, հասկանում ես։ Լսելով, որ մի օր ամեն ինչ լավ կլինի, խոսքը մատների արանքով էր նայում, Աստուծո չէր վախենում, մտածում էր, թե դե կհասնեմ, ինչ էլ է։ Այդ մարդու տունը կայուն չեղավ։ Ինչ եղավ։ Քամին եկավ, ջուրը բարձրացավ, խփեց գետը, հիմքը տարավ, ջնջեց, չկա այդ մարդը։ Հասկանում, բայց այս երկուսն էլ գալիս են հավատքի։ Պետրոս Հիսուս չի ասում, դատաստանը Տիրոջ տնից է սկսելու, հասկանում եք։ Վախեցեք Տիրոջ դատաստանից։ Վախեցեք Տիրոջ դատաստանից, որ դա կարող ձեր ամեն մեկի հետ լինի։ Վերանայի քո կյանքը, մտի քո սրտի խորքերը։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ոչ մեկ չի կարող մտնի քո սրտի խորքերը, բացի քեզանից, եւ որ դու գիտես քո կյանքը լավ։ Մեղքեր կան, որ երևի դու անտեսում ես, մոռանում ես, դա քո համար մեղք չի։ Դա քո համար սովորական առօրյա է, հասկանում ես։ Դու քո առօրյայով ես ապրում։ Դու ասում ես, դե ինչ է, դա մեղք չի։ Չէ, սիրելիս, խորացի Աստծո խոսքի մեջ։ Տես մեր Տերը ինչ ասում, այլ հասարակ գլուխներ։ Ղուկասի 6:1 ասում է՝ մի դատիր, աղբորդ աչքի շուղն ես նայում, քոնը չես տենում։ Մի ծաղրիր ուրիշին, մի եղիր արծաթասեր, մի եղիր հպարտ, գոռոզ, էգոիստ, հասկանում ես։ Սիրիր քո Աստծուն, քո Հիսուսին։ Եթե դու ուզում ես փրկվես, եթե դու ուզում ես հավիտենական կյանք, դու պետք է իմանաս սիրել մարդկանց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Գայլը չի սիրում մարդկանց։ Հասկանում եք ինչ եմ ասում, բայց գայլն էլ կարա դառնա գառ։ Հասկանում եք ինչ եմ ասում դες։ Ով է իմ հետ, ով է լսում ինչ եմ ասում։ Տիրոջ մոտ անհնարին ոչ մի բան չկա։ Եթե գայլ ուզում է փոխվի, Տեր այդ գայլին կսարքի գառ։ Հասկանում ես ինչ եմ ասում քեզ։ Տեր այդ գայլին կսարքի գառ։ Ու գառը դա խոնարհության նշան է։ Գառը հեզության նշան է։ Գառը նվիրված է իր Տիրոջ, իր հովիվին։ Գիտես, Երանի են մարդը, որ նվիրված է Քրիստոսին։ Երանի են մարդուն, ով որ կատարում է Տիրոջ խոսքերը։ Երանի են մարդուն, որ ոչ մի բանին չի նայում, թե քամին, թե փոթորիկին, թե տարբեր տեսակի բաներին, ինքը գնում է Քրիստոսի հետևից։ Երանի են մարդուն։ Այդ ես չեմ ասում, դա խոսքն ասում։ Լիքը տեղեր Քրիստոսը երանի են մարդուն, ով որ պահում է իմ խոսքերը։ Երանի են մարդուն, ով որ իրապես իր տունը սարքում է ժայռի վրա հստակ ու խոնարհ ամբողջ հոգով սրտով Հիսուսին։ Հասկանում եք ինչ եմ ասում ձեզ։ Եվ այսօր, երբ որ դու նայում ես քո կյանքի խորքերին, երբ որ դու նայում ես, դու ունես այդ խնդիրները, դու ունես այդ կարիքը փոխվելու, սիրես բեր Տիրոջ առաջ։ Մի հուսահատի ձեռքերդ։ Եթե գալիս են վատ մտքեր, եթե վատ մտքերը դու կարող մարդիկ միշտ սերմանում են։ Եթե вообще մեր մտքերը դա մեր սերմերն են, որ մենք կարող ենք իրականացնենք։
Երբ որ գալիս է լավ միտք, դու ուզում ես քո երեխու համար մի բան առես, դա լավ միտք է, չէ, բարի միտք է, դու սերմանում ես, դու գնում ես, վերցում ես, տանում ես, առնում ես։ Բայց երբ որ գալիս է վատ միտք, երբ որ դու սկսում ես մեկին չսիրել, մեկին ատել, էդ էլ ես դու վերցում սերմանում, դու գնում ես մեկի մոտ սկսում ես խոսալ, բամբասել, սկսում ես այդ մարդուն վատաբանել, դու այդ մարդու հետ կարաս վիճաբանես, հասկանում ես, դու կարաս այդ մարդուն միշտ կռվես, միշտ խոսես, դու կարաս բամբասես, դու կարաս նեղանաս, ասուս դաժե, էդի վատ մտքեր են։ Ինչ պաշտպանություն ես դու այդ մտքերի դեմ։ Ունես պաշտպանություն։ Մենք ասենք Հիսուսն է մեր պաշտպանը, հալելույա։ Այո, Հիսուսն է մեր պաշտպանը, բայց ինչ ասում։ Եվ ինչու եք ինձ Տեր կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Դու կանչում եք Հիսուսին Տեր ու Տեր։ Բայց չեք անում այն, ինչ ինքը ասում է։ Բայց ինչ է ինքը ասում։ Ասում է՝ մի դատիր, մի խաբիր, մի պարտացիր, մի գոռոզացիր։ Հետաքրքիր որն է, որ հոգևորը կարա երկու կյանքով ապրի։ Եք իմ համար դա մի անգամ ես միշտ էլ եմ ասում աբսուրդի նման է, ոչ թե աբսուրդ է, դա իրապես է տենց։ Հոգևորը իմանում է երկու ձևի կյանքով ապրել։ Ստեղ գարը աշխարհում գայլը կամ այծ կարանք ասենք, որ Քրիստոսն ասում է։ Ինքը ոչ մի բանով չի տարբերում աշխարհիկ մարդկանցից։ Ու հետո մենք մտածում ենք մարդ բերենք փրկությանը։ Դու ո՞նց կարաս մարդ բերես փրկության, եթե դու դրա կարիքը ունես, հասկանում ես։ Դու դրա կարիքը ունես։ Բայց, գիտես, հետաքրքիր որն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինքը հնարավորություն տվող Տեր է։ Հնարավորություն տվող Տեր է։ Իզուր չեմ վերնարգել քարոզես, հնարավորություն ունես, ու այդ քո հնարավորությունը քո ձեռքից բաց մի թող։ Ամեն։ Այդ հնարավորությունը դու քո ձեռքից բաց մի թող։ Շատ եմ լսել աշխարհիկ ընկերներս ասում, գիտես, այդ մարդը ֆարտովի է, այս մարդը աղբեր, դու այսօր հնարավորություն քո ձեռից մի բաց թող, հիանում են, ուրախանում են աշխարհիկների գործերին, ֆինանսներին։ Սիրես է դրանք սա ժամանակավոր են։ Ես կարամ ասեմ, մեր ֆարտը, կներեք որ տենց եմ ասում, դա Հիսուս Քրիստոսն է, որ դու այսօր ճանաչում ես իրանը։ Բաց մի թող ձեռիցդ, քո ճակատագիրը, կարամ ասեմ քո բախտը, դա Հիսուսն է։ Ինչի որտեղ մենք ինքներս ենք երբեմն թողում ու հեռանում իրանից։ Մենք ինքներս ենք լքում իր խոսքը, անարգում ենք իր խոսքը։ Մեզ ոչ մեկ չի դրդում դրանը։ Դու ինքդ ես որոշում կայացնում գնաս թե չգնաս, անես թե չանես։ Նայեք, Մատթեոսի ավետարանի 18-րդ գլուխ, բացեք։ Հոչը ձանձրացին դες ասու ժողովուրդ։ Դուք իմ հետ եք։ Մենք իրար հետ ենք գնում։ Ամեն, հալելույա։ Մատթեոսի 18-րդ գլխի 21-րդ խոսք։ Սկսեմ կարդալ։ Այն ժամանակ Պետրոսը մոտենալով նրան ասաց. Տեր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի անգամ նրան ներեմ, մինչև 7 անգամ։ Հիսուսը նրան ասաց. Քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7, հասկանում 77 անգամ, հասկանում եք, դու ինչ մոտեցում է Քրիստոս։ Եթե Պետրոսը իմ եղբայրս սենց անում, ես ինչ անեմ, քանի անգամ ներեմ, ոնց ներեմ։ Ես ասում եմ 77 անգամ ների, բայց ինչ է Քրիստոսն ասում, ոնց մենք ներենք, ոնց է այդ ներելու մոտեցումը։ Նայեք, Քրիստոսը տուժը սկսում է պատմել մի հատ առակ։ Մեկը ես էլ կարդանք, ու սկսենք այսինքն քնել։ Ծառայի առակը 23 խոսքից։ Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներին իրեն հաշիվ տան։ Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որը պարկ էր 10,000 քանաքար։ Քանի որ պարկը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերն հրամայեց վաճառել իրեն իր կնոջ, որդիների ամբողջ ունեցվածք եւ հատուցել։ Այժմ ծառան ընկավ նրան առաջ, երկրպագում էր նա եւ ասում էր. Տեր, համբերատար եղիր իմ նկատմամբ, եւ բոլորը կհատուցեմ քեզ։ Տեր այդ ծառային գտած, արձակեց նրան եւ պարկը նրան ներեց։ Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայկիցներից մեկին, որը իրեն 100 դինար էր պարկ, բռնեց նրան, խեղդում էր, ասելով պարտքը վերադարձրու։ Այդ ժամանակ ծառայկիցը նրա առաջ ընկավ աղաչում էր եւ ասում էր. համբերատար եղիր իմ
նկատմամբ եւ բոլոր կհատուցեմ քեզ։ Նայեք այստեղ կանգնենք։ Հետաքրքիր նայեք, ասում են 10000 քանակարդ։ Գիտեք մեր այսօրվա էկվիվալենտով ինչքան է 10000 քանակարդը դոլարով 6 միլիարդ դոլար։ Հասկանում եք, ասում են 6 միլիարդ դոլար։ Իսկ 100 քանակարդը գիտեք ինչքան է 10000 դոլար, 15000 դոլար։ Նայեք, հետաքրքիր է, որ այս ծառան դուժեցես նայես թակավորին։ Թակավորի ունեցվածքից 6 միլիարդ ինչ եղավ իր էկվիվալենտից գնում էր, չէ, բայց թակավորը ներեց այս ծառային 6 միլիարդ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ներեց։ Նայեք, եկեք մի հատ նայենք մեր քրիստոնեական ոլորտով, ով էր այս թակավորը, ինչ կատարվավ, ինչի ներեց, ինչ զիջումներ էր անում Քրիստոսին այսօր մեղավորին։ Խաչի վրա Քրիստոսն թափեց այրուն։ То есть այս ծառան պետք է պատասխան տան, ինքը պետք է բարձրանար խաչին, բայց բարձրացավ Քրիստոսը։ Հասկանում եք, то есть Աստված զոհաբերեց, Աստված տվեց իր մեծը, ամենամեծը, հասկանում եք, իր ունեցվածքից, то есть այդ ծառան 6 միլիարդ տվեց, ոչ թե դուժ ասուն, բայց Աստված աչքերը փակեց, տվեց մի հատ միջոց մարդուն փոխելու, հասկանում ես, ներելու, եւ Աստված ներեց այս ծառային Հիսուսի միջոցով խաչի վրա, ամեն, որ մենք այսօր շատերս ներվում ենք խաչի միջոցով։ Երկրորդ ծառան, իր ծառայքիցը, ինչ էր այս ծառան իրանց, ինքը դուրս է գալիս, ներված, մաքրված, սրբված, բայց ինչա ռուսեն ասած զլապամետնի է։ Ինքը չի կարող բաց թողնել այն մեկը, որ իրանը պարքա։ Ինքն հիշում է, ինքը չի կարող մոռանա, որ այդ մի ծառան իրանը պարքա։ Ինքը չարությունով է լցված իր հանդեպ։ Ինքը մոռացավ տուժ, որ հեսա նոր մի քիչ առաջ թակավորը ներեց իրանը ահավոր մի հատ մեծ գումար, լիք իր մեղքեր, որ ինքս մեղքերով լցված էր, բայց իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով թակավորը Աստված ներեց այս մարդուն։ Բայց մարդը չարեց այդ մի քայլը, որ ների դիմացինին, ների այդ մեկ ծառային, որ չնչին գումար էր պարկ իրան։ Սիրելիս, այսօր մենք շատերս ենք նման այդ մեկ ծառային։ Մենք շատերս գալիս ենք լիքը մեղքերով Քրիստոսին, տարբեր տեսակի մեղքերով եւ ստանում ենք մեղքերի թողություն։ Երբ որ դուրս են գալի Տիրոջից, գնում ենք, հանդիպում ենք այն մարդկանց, երբ որ մենք չենք կարացել ներենք ու չենք ներում, ու սկսում ենք իրանց վրեժախնդիր լինել, սկսում ենք պատժել, նորից ենք սկսում անել այն ամենը։ Եվ այդ գինը ինչ է տրվում։ Եվ Պետրոսը որ ասում է 70, Քրիստոս ասում է 77 անգամ դու պետք է ներես, հասկանում ես, դու պետք է անես, դու պետք է քայլ անես, հասկանում ես։ Եթե դու չանես, դու չես ներվի, դու չես փրկվի։ Հասկանում ես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նայեք, Աստված ներեց այդ մարդուն, ով որ պարկ է իրանը 10000 քանակարդ։ Աստված ներեց իրանը։ Ներեց իր բոլոր մեղքերը Հիսուս Քրիստոսով։ Բայց ինչ ասում, բայց նա չկամեցավ այդ գնաց եւ նրան բանտը գցեց, միջը պարքը հատուցեր։ Երբ նրա ծառայկիցները տեսան պատահածը, շուտ տրտմեցին եւ եկան ամեն ինչ հայտնեցին իրենց Տիրոջը։ Այն ժամանակ Տերը նրան իր մոտ կանչեց եւ ասաց. «Չար ծառա ես, ամբողջ պարքդ քեզ ներեցի, որտեւ դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ որ դու էլ քո ծառայքիցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի։ Եվ Տերը բարկացավ նրան, հանձնեց դայիչներին, մինչև հատուցեր ամբողջ պարքը։ Այսպես էլ իմ երտնավոր հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուր եղբոր հանցանքը սրտանց չների»։ Սիրելիս, ես նորից գալիս եմ դրանը, ներիր, ինչպես որ մեր Տերն է հատուցում։ Եթե մեկը քո հանդեպ չարությունով լսված է, եթե դու մեկին չես կարող տանես, ներիր, մի մնա գայլ մեջովդ։ Տերը գառերի հետևից եկե, սիրելիս։ Տերը գառերին է եկել փրկելու, սիրելիս։ Եվ մի օր դա այդպես կլինի։ Աստված ձեր բոլորին օրհնի։ Ամեն։ Տիրոջ օրհնությունը ձեր ամեն մեկի հետ լինի։ Գիտեք, եւ այդ երկու օրինակները, ես նորից բերում եմ, Արջանք նվագես։ Եվ այդ երկու օրինակներ ես նորից բերելով, տեսա մենք աղոթենք,
ժայռի վրա սարքիր քո տունը, ամուր տեղ սարքիր քո տունը, կայուն տեղ սարքիր քո տունը։ Երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, եղիր կատարող այդ խոսքը, սիրելիս։ Երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, եղիր Աստծո խոսքը պահող։ Գիտես, օրհնությունը դրա մեջ է, որ դու լսում ես ու կատարում ես։ Օրհնությունը դրա մեջ չի, երբ որ դու լսում ես ու մոռանում ես։ Դու երբեք չես օրհնվի դրա մեջ։ Ինչքան էլ դու հույսով ես, ասում են շատ անգամ մենք խնդրում ենք ու չենք ստանում Տիրոջից։ Խնդրում ենք օրհնություն, խնդրում ենք, որ Աստված օրհնի մեր ֆինանսները, օրհնի մեր առօրյան, բայց մենք մոռանում ենք, որ մենք չենք պահում այն խոսքը, որ ինքը մեզ հատուցել է։ Գիտես, սերը լում է երկկողմանի, բայց ես կարամ ասեմ, Տերը ավելի շատ բան արեց մեր համար, ոնց որ այդ ծառային, Տերը տվեց մեղքերի թողություն, մեղքերի թողություն այդ 10,000 քանակարդ ունեցող ծառային, 6 միլիարդ ներեց Հիսուս Քրիստոսի միջոցով, սիրելիս։ Այսօր Տերը քեզ կանչում է, որովհետեւ դու քո սիրտը կրկին անգամ բացես իր առաջ։ Գիտես, եթե այսօր քո սիրտը տրտմած է, եթե այսօր քո սիրտը չարացած է, եթե դու այսօր չես կարում ներես, այսօր հնարավորություն ունես։ Ոնց որ իմ քարոզը վերան, հնարավորություն ունես։ Եվ այդ հնարավորությունը օգտագործիր։ Եթե դու մեկին ծաղրում ես, մեկին չես կարում տանես, սիրես հիշիր Քրիստոսին, որ Քրիստոսը խաչի վրա խնդրում էր հորից այն մարդկանց, ովքեր որ ծաղրում էին։ Եդես այսօր կգա մի օր մեր կյանքում շատ շուտ է ամեն բան փոխվում։ Կգա մի օր, հասկանում ես, ամեն ինչ կարա պրզնի կանգնի այդ կյանքում։ Ամեն մեկի համար։ Եթե ես կասեմ լուրջ մտածի հավիտենության մասին, հավիտենական կյանքի մասին, մի դատիր, որ չդատապարտվես։ Մի չարացիր, հասկանում ես, մի մտածիր մենակ քո մասին, մի եղիր եսասեր, էգոիստ, մի եղիր մենակ ես, իմ կյանքս, իմ ընտանիքս, իմ բարեկամներս, իմ հարազատներս, բա Աստված, բա Քրիստոսը, բա Հիսուսը ուր է քո կյանքում, որտեղ է Հիսուսը, Հիսուսը կա քո կյանքում։ Գիտես, դու կարաս անգիր այսօր անես ավետարան։ Ես շատերին եմ լսել, որ անգիր գիտեն ավետարանը։ Ասում են, ես գիտեմ խոսքը լավ, գիտես, ես սնես գիտեմ խոսքը։ Բա հետո ինչ որ դու գիտես։ Հետո ինչ որ գիտես, որ քո կյանքում լիքը իզյաններ կա, էլի, այսինքն կարաս կոտրված տեղեր կան։ Եկեք հարթենք ու մոտիկանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։